Գիտեիք, որ Շաքիի ջրվեժի անվան հետ կապված կան առասպելներ։ Շաքիի ջրվեժը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից 3 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա։ Գետը որոտանի վտակներից մեկն է։ Ջրվեժի բարձրությունը մոտ 18 մետր։ Ըստ ավանդության թշնամիները Գեղարքունի գավառից 93 գեղեցիկ աղջիկներ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին։ Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին, նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվենք գետում լողանաք, նոր ներկայանաք ձեր մեծերին»։ Առևանգիչները համաձայնվում են։ Աղջիկները մերկանալով նետվում են որոտանի ալիքների մեջ և սուզվելով անհետանում։ Միայն Շաքի անունով մի կապուտաչյա աղջիկ որոտանը թափող գետակի միջով փախչելով փորձում է ազատվել։ Թշնամիները հասնում են նրա ետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը նրա վրայով գահավիժելով իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքիին։ Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքիի անունով։ Ըստ մեկ այլ ավանդույթի, Շաքին մի գեղեցիկ աղջիկ է եղել։ Նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրա գեղեցկությանը չի դիմացել մեր երկիրը նվաճելու եկած արաբ զավթիչներից մեկը։ Սիրահարվել է Շաքիին։ Զավթիչը հրամայել է աղջկան գալ իր մոտ։ Շաքին էլ չի հնազանդվել ու իրեն նետել է բարձունքից ցած։ Այդ պահին նրա հագուստի ճերմակ փեշերը տարածվել են ու դարձել ջրվեժ։ Շաքի գետի ջրի մեծ մասը տարված է Շաքիի հետ։ Ջրվեժով թափվում է միայն նրա մի փոքր մասը։ Ջրվեժը գրանցված է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։